Եվ շարունակելով տոնական երեկոն, սիրելի սեղանակիցներ, ես նախ ուզում եմ ներկայացնել ևս մեկ անգամ մեր հարսնան քրոջը, Լուսինեին։ Լուսինե ջան, ես կխնդրեմ, որ համենաս պարահրապարակի կենտրոն և ինչև է սա պայմանավորված, երբ հայտարարեցինք նվերների արարողությունը և մեր նորահարսի առանձնահատուկ նվերը իհարկե մատուցեց նաև նորահարսի կոլեկտիվը, Լուսինեն մոտեցավ, ասեց խնդրում եմ, ինչ կլինի։ Մի բացառություն արեք և հայտարարենք նաև մեր նորահարսի ընկերուհիների կողմից պատրաստված նվերը։ Իհարկե ընկերուհի թե ընկեր իրականում տարբերությունը զուտ ուհի բառավերջի մեջ է կայանում և որպես ընկերուհիների վառ ներկայացուցիչ ես բարձրախոսը ուզում եմ տրամադրել Մարիամ ջան փոքր տվությամբ Լուսինե ջան, ինչ բարեմաղթանք, շնորհավորական խոսք ունես ասելու մեր նորապսակներին իրենց միության կապակցությամբ։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ունեմ նման ընկերուհի, որովհետև ամեն մեկին չի բարդ վիճակում ունենալ ընկերուհի, որը ոչ միայն ընկերուհի, այլ նաև քույր է ու մեծատառով քույր է։ Ես ցանկանում եմ բոլորին ունենալ նման ընկերուհիներ իրենց կյանքում, իրենց կողքին և նրանց ցանկանում եմ իր կողքակցի հետ անսահման սեր, երջանկություն, թող իրենց գլխավերևը, իրենց կողքին, իրենց տանը միշտ Աստված իրենց հետ լինի և միշտ երջանիկ լինեն ու միշտ շփտան և նրանց դեպքին միայն երջանկության արդյունքներ լինեն։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ճանաչում եմ քեզ Մարդ ջան։ Շնորհակալություն Լուսինեին, ջան, որ անհրաժեշտություն զգացվի, գաս միասին համադրություն անենք։ Սիրով, ես ուղղակի ուրախ կլինեմ նման զուգընկեր ունենալու համար, իհարկե աշխատանքի մեջ է հարցը վերաբերվում, իրենց առանձնահատուկ նվերը կմատուցեն մեր նորապսակներին արդեն մեր նորահարսի ընկերուհիները։ Խնդրեմ ուրախ երաժշտություն։ Շնորհակալություն և ևս նկենաց եմ ուզում առաջարկել սիրելի սեղանակիցներ։ ԵՒս նկենաց եմ ուզում առաջարկել սիրելի սեղանակիցներ։ Կենաց այն բանի մասին, որ իրականում մի երևույթ կա մեր կյանքում, որ յուրաքանչյուրը մեզանից իր շրջապատից, իր հոգուն հարազատ մարկանցով է իրեն շրջապատում։ Ու երևույթն էլ այդ որպես անգին մի գանձ ընկերություն է կոչվում։ Ու հիմա էլ առաջարկում եմ բաժակ բարձրացնենք ու մեր բոլոր ընկերների, բոլոր այն մարդկանց կենացը խմենք, ովքեր գիտեն ինչ բան է ընկերություն։ Ընկերություն գաղափարը գրողների կենացը լինի, ձեր կենացը, սիրելի սեղանակիցներ։ Եվ բոլոր նրանք, ովքեր համարում են իրենց ընկեր, մեծ սիրով հրավիրում ենք պարահրապարակ։ Իհարկե ընկեր բառը համակցվում է ընկերուհի հետ։
Կոմերցիվ կատարումը ձեր խնդրանքով նվիրում ենք բոլոր ընկերներին եւ հրավիրում ենք Փարիզ։ Մանկությունից մինչև այսօր մենք չենք բաժանվել, շարունակել ենք ստավել մեջ նավաճանել, չգիտեինք թե որքան մաքուրը կմնա, անկեղծերն ու հարգանքը ընկերանաբաժան, չգիտեինք թե որքան մաքուրը կմնա, անկեղծերն ու հարգանքը աղքերանաբաժան, հորշենք մի նորշենք, բայց ապերեն մեզ ասում, լսին ապեր խոսքը սրտից, դες քեզ ինչ եմ ասում, հորշենք մի նորշենք, բայց ապերեն մեզ ասում, լսին ապեր խոսքը սրտից, դες քեզ ինչ եմ ասում, Հարց եւ պատասխան տարբերակով, եթե իհարկե թույլ կտաք մեր օպերատոր անձնակազմի ուղեկցությամբ։ Այ օրինակ ծրագրը կարելի է իմանալ։ Ներկայանակ եթե կարելի է ոտքերի կարգությունը, ոտքի կանգնել, ծրագրը կարելի է։ Սամվել ջան, ինչ տպավորությունների զգացումներ ունեցաք եւ իհացան, որ հրավիրված ես մեր հրապիսակների ստանյաց երեկոյին։ Սիրելի ռազմի, չկա, ձայնս նորմալ է, ասորին չես տրվել։ Ես ինչ ես պատրաստում նվիրել, թե արդեն նվերը տվել ես։ Ինչքան ժամանակ, այդ առաջել ես մեր հրապիսակների։ Բայց իմ կարծիքով նրանց ընդհանրել է մի 5 ժամ ունա իհարկե։ Երկու ժամ, թե 5 ժամ։ Իսկ դու մեզ հեսայի, ինչը ամուսնությունը, ինչը այս կան ճանաչել ես, ոնց է իրի ապարտել ասկան։ Ինչ բացել է թե կարելի է։ Հոյոտ, շիկարեր, կարշ, սեր, ատամներով, առանցականներ, ոնց է իպարտել ասկան։ Չես պատես, լայքիս ապել ուրախացել ես, որ Մարիան կտել է իկանքի եզապեսի։ Շատ շնորհակալություն իհարկե, և ինչ բարևախանք ունես ասելու մեր հրապիսակների դիեզմիության կապակցությամբ։ Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Հաջորդ սեղանին իհարկե կարծում եմ ոչ որ պետք չի լինի, որ հարցերը կրկնվել և մի հարց է դեպից ես եթե կարելի է։ Կարելի է ձեզ 31 հաստատ, առաջին
առաջին անգամ համբուրվել։ Իհարկե։ Կային շամշամ, սուրանքը։ Շնորհակալություն, սա ավելի հումորային տարբերակ է։ Այն դուք օրինակ։ Իհարկե։ Ես կխնդրեմ, եթե դժվար չի լինի, իհարկե։ Ես հարցերը կրկնելի եմ և հույսով եմ հումորային պատասխաններ լսելու։ Երբեք առաջին անգամ, սկսենք առաջին հարցից եթե կարելի է, իհարկե այդ ինքնի տարբերակից, երբեք առաջին անգամ համբուրվել։ Վաղուց էր դա։ Վաղուց էր։ Շատ լավ, իսկ ինչ տպավորություններ ունեցաք, երբ որ իմացանք, որ հանդիպած եք նրա մսակների հարսանյաց երեկոյին։ Տպավորություն շատ բարձր է։ Շատ ուրախացանք։ Դե բարեմաղթանքներ մսեցին, ոչ շատ չպետ նորապսատներ։ Ներնում այրան։ Իսկ ինչ եք կրվել է։ Հեծանին։ Շնորհակալություն շատ արդյական ու եվրոպական անմետ նվերը հեծանին, գիտեք չէ։ Ես ակնկալում եմ, որ դուք սպասեք ձեր նվերը։ Հեծանին տեսքը, այ օրինակ այս սեղանից ես նայում եմ այս սեղանին նստած ամենաերիտասարդ ներկայացուցիչը իմ դիմաց է այս բանի և նրա իսկ քույրտումից եթե կարելի է։ Ներկայացած խփեմ։ Ինչպես ավեր, ճիշտ լսեցի, հարգարժան ավեր։ Ես որ խնդրեմ, չի իսկի ձեր տպավորությունները և կասակների օրական երեկոյի մասնակցելու դարձել։ Եվ իմացավ, որ դրա իմաց է մեր նրապսակների հարսայնած երեկոյի։ Ինչ զգացումներ ունեցավ։ Եթե ինչ մտածեցի, դրասի սական միշտվել եմ պանելու։ Ես սական միշտվել եմ պանելու։ Այս կեն ինչ վետա սովրա անում դու։ Շնորհակալություն այ բապերի և ևս մեր սեղան և այս սեղանի ես փորձեմ մոտենալ իքի գինի որ ես հենց իրեն եմ մոտենալու դրամար ձերքը դրել ատորին ու գլխով այրան դրան կողմի որ թե իքերից չի լսում կարելի է ոտքի կանգնել խնդրեմ ներկայանակ Պարոն Զաքարյան Պարոն Զաքարյան ջան Զաքարյան ինչ-որ ծանոթ ազգանունա կարծես էներգետիկայի նախարարն է եղել հա մի քանի ամիս առաջ Հնարավոր Ժամանակի գած վեր դարնաս, իհարկե նախարարը մի մասին է խոսքը, բայց ես կխնդրեմ, որ մենակ ճիշտ ասա էլի։ Ինչ տպավորություններ ես ունեցել, երբ որ իմացել ես, որ պետք է այսօր մասնակցես Լևերի Եղվարյանի սակադրության արարողությանը։ Տպավորությունները անի որ անցնում շատ լավ և շատ հաճելի։ Շնորհակալություն, իսկ ինչ նվեր ես պատրաստել քո կողմից քո եղբորն ու քույրիկին։ Պատրաստել եմ նվեր պատրաստել եմ ստեղ նաև մեր կողմից։ Շնորհակալություն և ևս մեր ինքնի պարզ, եթե կարելի է, հա։ Երբեք առաջին անգամ համբուրվել։ Մեր առաջին անգամ համբուրվել։ Դեռևս չի եղել։ Ես մաղթում եմ ես, որ դու շուտապույն երբ դրտես այդ երջանիկին ու շորտերի ու դրոշում ես համբուրը, բարի վաղ նաև քեզ եղբայր։ Ես ևս մեր անգամ պետք է շնորհավորել մեր նորամասնակների դրեմ ջան, բարյալ ջան, լինում է դեպքին նմանատիպ հարցեր երբ որ տալիս է մասնակիցներից ինչ-որ մեկ ասում է շատ տխրեցի, կամ որ հարցնում եմ տեսայի ոնց է պատկերացնում, պետք է չեմ սխալվում ինքը դեգրա, բայց անկախությունից տպավորություն առաջանում է թերի մարդիկ արդյոք գիտեն իժմանան դեգրա։ Ես մի տեսակ ուրախացա, որ դուք մեկը մյուսի հետ ամուսնանալով ճանաչողական տարբեր տեսակների մեջ կարողացել եք դրական տպավորություն ստեղծել փոխադարձ երիտասարդների մոտ։ Հաղթավորություն և հաջողակություն կյանքում ձեզ սիրելի նորապսակներ։ Եվ շարունակելով տոնական երեկոյան, սիրելի սեղանակիցներ,
Մենք կարծում եմ, որ այս փոքրիկ երաժշտական դադարը դրական էմոցիաները ապահովեց նաև ձեզանից յուրաքանչյուրի մոտ, փորձենք շարունակել տոնական երեկոն։ Նվեր ջան, Մարիամ ջան, ընտանիք։ Ինչ բան է ընտանիքը, առանց մեր սիրելի հորեղբայրների, ջրիների, հորաքույրների կամ մորաքույրների, չէ որ հենց դրանք են համեմում ընտանիքի գաղափարը ջրել։ Սրտի ու հոգու յուրօրինակ թրթիրով են սպասելու ձեր լուրանոր ձեռքբերումներին։ Ու հիմա էլ առաջարկում եմ սիրելի սեղանակիցներ, հաջող բարձրացնենք ու մեր նորապսակ զույգի բոլոր բարեկամներին կենացը խմեն։ Ձեր կենացը, սիրելի բարեկամներ, ու բոլորին մեծ սիրով հրավիրում ենք պարահրապարակ։ Չիքին չես անում են պատեսում, տեսակ ծավիկներից վատ ես ավակում, ես վատերը կեզ շծակեն, կեզ շտելացներ, հորեսան թիվ ծավիկներից ես կեզ պատմեր, ես վատերը կեզ շծակեն, կեզ շտելացներ,